Խնդրում ենք ներկայացեք։ Բարոյց, Լևոն Գևորգյան, մենք բոլորս եկել ենք Սերոբ աղբոր համար, լեգենդար հրամանատարի աղբեր, լեգենդար հրամանատար, շատ ցավալի է, որ ազգի ուժեղներին տանում են, դադում են, մի մատ երեխեքին էլ հանում են պոստեր, հետևներից ասում են, խի մենք պետություն ունենք, էսի պետության տնազ է, հետի ասելու բան չի, ցիրուցան ալնում ես ազգը, վերջ պետք է դրվի ես ամեն ինչին, թորներից կարոտ ամբողջ զորքը Սերոբին է սպասում, իր հրամանին է սպասում, իր կարիքն են զգում ընդ է։ Անպայման, բա ոնց, բոլորն է սպասում են Սերոբին, իր ներկայությունը մենակ ընդեղ հերիք է, իր ոգեշնչում, իր ներկայությունը հենց ոգեշնչում է արդեն ամբողջ զորքին, շատ ցավալի է, շատ, որ մեր ազգը այս վիճակում է գտնվում։ Ձեր կարծիքով ինչու են հենց այսպիսի ճանապարհ անցած մարդիկ հայտնվում իշխանության թիրախում, որտեղ Սերոբ Գասպարյանն ինքը հրամանատար է, իր եղբայրորդին կյանքը տվել են հանուն հայրենիքի։ Դե իրանք շնորհակալությունը երբ են հայտնել Ռուստամից, պետք է գան խոնարհվեին Շիրիմի դեմը, որ մեր ազգը տենց տղեր կա տվե, շնորհակալության փոխարեն աղբորն են տարեբռնան։ Միգուցե թուլացնում են, էսի լավ հետևանք չունի։ Ադրբեջանի հետ խաղաղության գնալուն ընթառաջ։ Դե ով է հավատում Ադրբեջանին, քուրս, ով է հավատում։ Կարծում եմ, որ Հայաստանի իշխանության վերին օղակներում հավատում են խաղաղության։ Երևի։ Իրենք կրակում են Հայաստանի իշխանությունները արդարացնում են, թե մեր ուղղությամբ չէ։ Դե թուրքը միշտ դիվանագետ է, սողուն ազգ է թուրքը, որ պահին իրան ոնց պետք է, տենց է խոսում, որ պահին պետք չի, ինչ ուզի անում է մեր ազգի գլխին։ Մենք էլ պարապվել ենք, սաղ ազգը հեռացել է իրարից, ցիրուցան է։ Այսինքն լիդերներին տանում դադում է, մնում են այս անզոր ժողովուրդը, մի մատ երեխեքին էլ հանում է պոստեր, հետևներից էլ ասում է, մենք պետություն ունենք, էդի ասելու բառը, էդի պետության տնազ է ասում է, էդի ասելու բառը, ղեկավարի բառը էդի։ Չէ որ ինքը պետք է ուժեղ լինի, ղեկավարը, որ ազգը իրան ուժեղը զգա։ Ես չեմ հասկանում, անհապաղ Սերոբին հանելա պետք ստից, որովհետև ամբողջ զորքը իրան է սպասում։